Բարև ձեզ, ես Տիգրան Խզմալյանն եմ։ Անհրաժեշտ եմ համարում որպես Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ, արձագանքել վարչապետ Փաշինյանի վերջին ժամերին արված եւ ասեմ ձեզ մինչև հիմա պահպանվող իմ կարծիքով խայտառակ մեկնաբանությանը Սրբազան ըստ երևույթի Բագրատ Սրբազանի հասցեին, ես չեմ ուզում կրկնել դա, կարծում եմ շատերը դա տեսել են իրենց աչքերով կամ կտեսնեն այլ մեկնաբանություններում, ես կարծում եմ, որ սա անընդունելի է, ես կարծում եմ, որ սա բարձունքների փոխարեն բացում է մեր առջև նոր անդունդներ, նոր հատակներ, որ սա պարզապես փողոցային բառապաշար չէ, որ ընդունում է եւ օգտագործում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը եւ որը օգտագործում են նաեւ նրա թիմակիցները։ Սա ավելի լուրջ է, սա քաղաքակրթական, գեղագիտական եւ բարոյական խնդիր է։ Բայց նախ եւ առաջ սա քաղաքական խնդիր է, որովհետեւ այն, ինչ ես եմ տեսել եւ այն, ինչ ինձ է խոցել ու վիրավորել այս ամեն ինչի մեջ, ոչ թե երկու տղամարդկանց եւ նրանց հետ առնչվող կամ ակնարկվող կանանց հարաբերություններ են։ Սա նաեւ ոչ միայն պետության եւ եկեղեցու հարաբերություններ են, որոնք վաղուց գտնվում են մեր երկրում ճգնաժամի մեջ։ Սա նախ եւ առաջ մեր ազգի, մեր պետության, որպես մարդկանց միասնության, ընդհանուր երազանքի, ընդհանուր մշակույթի, ընդհանուր լեզվի խնդիր է, որովհետեւ այն, ինչ բնորոշում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը եւ նրա ժառանգությունը արդեն ձևավորվող, դա պառակտումն է։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականության մեջ մուտքի պահից հակադրում է հասարակության տարբեր շերտերը միմյանց։ Նա պառակտում է մտցնում մեր երկրի, մեր քաղաքացիների, մեր ազգի մեջ, բաժանելով մեզ նախկինների եւ ներկաների, սևերի եւ սպիտակների, մերոնց յուրայինների եւ ուրիշների։ Դա անում է մարդը, ով կոչված է սահմանադրությամբ եւ քաղաքական, քաղաքակրթական իր առաքելությամբ միավորել ժողովրդին։ Ընդ որում ժողովրդին ասելով ես նկատի չունեմ միայն հայ ժողովրդին, ես նկատի ունեմ Հայաստանի քաղաքացիներին։ Ինչու հիշեցի այդ մասին, որովհետև Նիկոլ Փաշինյանի այս անզուսպ, անզգուշ եւ անընդունելի հայտարարությունը հնչեց ժամեր անց նրա շատ խնդրահարույց ճառից հետո, որը արտասանեց նա Սարդարապատի դաշտում։ Նրան արժե անդրադառնալ առանձին, բայց հիմա ես այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Սարդարապատի ճակատամարտը, հերոսամարտը եւ հաղթանակը, որը վերստեղծեց հայոց անկախությունը եւ առաջին հանրապետությունը, իսկ ուրիշը չկար։ Մենք ուրիշ հանրապետություն չունենք։ Երկրորդ, երրորդ հանրապետությունները, որոնց մասին սիրում են խոսել քաղաքագետները եւ քաղաքական գործիչները, դա սուտ է։ Կամ միայն մեկ հանրապետություն, առաջինը, որին մենք մինչև հիմա չենք էլ հասել, որովհետև եւ երկրորդ եւ ինչպես պարզվում է երրորդ հանրապետությունները այսպես կոչված մնում են ռուսական գաղութ։ Եվ անդրադառնալով Սարդարապատին ես ուզում եմ հիշեցնել, որ Սարդարապատի հաղթանակը, այդ հրաշքը տեղի ունեցավ շնորհիվ միասնության։ Եվ նախ եւ առաջ գիտեք, եկեղեցու եւ ազգի միասնության։ Արդյոք ես պետք է հիշեցնեմ, ինչպես սկսվեց Սարդարապատի ճակատամարտը։
Ինչպես Գևորգ 5-րդ կաթողիկոսը հրաժարվեց կատարել աշխարհիկ իշխանությունների գրեթե հրամանը, եթե չասեմ հրահանգը, լքել մայր տաճարը, վերցնելով Գանձարանը եւ մեկնելով Սևանե կղզին։ Իմիջիալոց բերել էր այդ հրահանգը Սարդարապետի ռազմական հրամանատար Մովսես Սիլիկյանը, որը իմիջիալոց հայել չէր, նա ուդին էր ազգությամբ։ Եվ Գևորգ 5-րդը չենթարկվեց աշխարհիկ իշխանությունների հրամանին։ Նա իր հրամանը արձակեց, ուղարկելով երկու եպիսկոպոսներին Ղարաբաղյան 5-րդ գունդ, որը կողքի գյուղերում էր տեղակայված, եւ հորդորեց նրան, եպիսկոպոսները ծնկի իջան եւ խնդրում էին Ղարաբաղցի մեր հայրենակիցներին չկատարել հրամանը, չհեռանալ Էջմիածնից, այլ գնալ կռվել եւ օրհնեցին նրանց որպես մահապարտների գունդ։ Առաջին մեր մահապարտների գունդը հենց այդ 5-րդ Ղարաբաղյան կոչվող գունդն էր։ Գիտեք դուք դա։ Գիտեք, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հրամայեց մայիսի 22-ից, իսկ դա մայիսի 22-ն էր դեռ, 5 օր շարունակ հնչեցնել Արարատյան դաշտավարի բոլոր եկեղեցիների բոլոր զանգերը օրնիբուն, գիշեր ու ցերեկ, եւ որ նա ուղարկեց հոգևոր ճեմարանի 500 սաներին իրենց փառաջաներով եւ մոսին հրացաններով ռազմի դաշտ, եւ իրենք հենց այսպես փառաջաներով, հրացաններով եկան եւ կռվեցին Ղարաբաղցի մահապարտների եւ երևանցի, վանեցի, ապարանցի, գյումրեցի կամավորների հետ կողք կողքի, չունենալով լուրջ զենք, բանակ եւ պետություն իրենց թիկունքում։ Դա մեր աշխարհազորն էր եւ մեր աշխարհազորի կազմում կռվում էին մեր եզդի եղբայրները, հույները, ռուսները, ուկրաինացի կազակները, գերմանացիները, բրիտանացիները, դա էր ստեղծել Հայաստանի հաղթանակը, դա էր ստեղծել Հայաստանի Հանրապետություն, դա էր ստեղծել հայոց ազգը։ Պառակտել դա լրջագույն հանցանք է։ Եվ այսպես կոչված իրական եւ իրականում պատմական Հայաստանի առջև։ Ու եւս մի բան, իր խոսույթի գլխավոր թեման վերջերս վարչապետ Փաշինյանը դարձրել է խաղաղություն, փորձելով ասել ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Խաղաղություն ում հետ։ Ոսոխների, թշնամիների հետ, ում զիջումներով եւ քծնանքներով մենք փորձում ենք ինչ որ փոխադարձ զիջումների հասնել, որոնք չենք ստանա, չենք ստացել եւ չենք ստանալու։ Բայց ես այսօր դա էլ չեմ ուզում քննարկել, այլ բոլորովին այլ բան ուզում ասել։ Արտաքին թշնամու հետ խաղաղությանը հասնել հնարավոր չէ ներքին քաղաքացիական ներազգային պատերազմ սկսելով, հրահրելով, սադրելով, այդ գնով մենք խաղաղություն չենք ստանա։ Չկա արտաքին խաղաղություն ներքին թշնամանքի, ներքին պատերազմի գնով, դա անհնար է։ Ինչ ելք կա դրանից։ Հիմա արդեն խոսում եմ որպես Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ։ Ելքը մեկն է։ Ճիշտ այնպես, ճիշտ այն նույն ելքն էր, որը եւ 107 տարի առաջ բերեց մեր բազմազգ ժողովրդին Սարդարապետի ռազմադաշտ։ Այո, այսօր էլ է այդ Սարդարապետը, որտեղ այդ պատերազմն ավարտված չէ։ Ելքը եվրոպական Հայաստանն է։ Ես շատ լուրջ հետևանքներ եմ անում հիմա, որպես եվրոպական կուսակցության եւ որպես Եվրադաշինքի այդ ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ, մենք ունենք ծրագիր
առաջարկ ազգին, որը հիմա ես չեմ հնչեցնելու։ Առայժմ ես ասեմ միայն, որ սա չէ այն ճանապարհը, որով պետք է գնա մեր ազգը։ Այդ կեղծ խաղաղությունը տարածաշրջանի հարևանների հետ դուք լուրջ եք, պարոնայք եւ տիկնայք, առանց հզոր դաշնակիցների մենք ոչ մի խաղաղություն չենք ստանա։ Այդ դաշնակիցները կան եւ 100 տարի առաջ նրանք կային եւ նրանց մեղքը չէ, այլ մեր քաղաքական ղեկավարների ապիկարությունն է, որ մենք կորցրեցինք այդ դաշնակիցներին, որ մենք ուխտադրուժ եղանք։ Մենք հանձնեցինք մեր հաղթանակը եւ անկախությունը ռուս զավթիչներին եւ դուք հիմա զբաղվում եք հենց դրանով, գերադասելով սեփական իշխանությունը պաշտպանել ու պահպանել զիջումների հաշվին եւ զիջում եք մեր անկախությունը, մեր ապագան, մեր մշտական հավերժ թշնամուն, ռուս-թուրքական դաշինքին։ Մենք դա ձեզ թույլ չենք տա։ Հայաստանը Եվրոպա է եւ վերջ։